Արվեստն օդանավակայանում գունագեղ ու ինքնատիպ։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Զվարթնոցը հյուրընկալեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաներին, որտեղ տեղի ունեցավ աշխատանքների ցուցահանդեսի բացումը Արտեմ հարթակում։ Օրը հոբելյանական էր նաև հարթակի համար։ Արդեն 10 տարի է հարթակում ցուցադրվում են հայ արվեստագետների աշխատանքները։ Զվարթնոց օդանավակայանի ադմինիստրացիայի հետ հիմնել ենք այս հարթակը, որտեղ որ ցուցադրվում են հայ նկարիչներ, գեղանկարիչներ եւ լուսանկարիչներ։ Եվ արդեն ավանդույթ է դարձել ամեն հունիսի 1-ին սկսած 22 թվականից մեր մոտ ցուցադրվում են նաև երեխաների խմբակներ կամ ստուդիաներ կամ նույնիսկ եղել է որ անհատ երեխայի ցուցահանդես է եղել։ Երեխաների օրերի, գուցե ամիսների վրձնած եւ փորագործ աշխատանքներն այսօր հիացրին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի արվեստասերներին։ Նկարչասերներն աշխատել էին հիմքում ունենալով Պինոկիոյին։ Ես մենակ նկար չունեմ, ես քանդակել ունեմ, ես նկարել եմ Պինոկիոյին որպես Սուպերմեն։ Ես արդեն ոնց որ մտածեցի, որ ժամանակակից ինչ-որ թեմա ընտրեմ, որոշեցի Պինոկիոյին ոնց որ ավելի ժամանակակից նկարեմ ու դրա համար նկարեցի Պինոկիոյին սկեյթ քշելուց։ Ես ներկայացնում այսօր Պինոկիո թեման, սա իմ առաջին ցուցահանդեսն է, կարելի ասել կոնկրետ փայտագործության հետ կախված, ինչև այդ ես մասնակցել եմ տարբեր նկարչական միջոցառումների։ Ես շատ ուրախ եմ, որ իմ նկարները Զվարթնոցում են ցուցադրվում, առաջին անգամ որ Զվարթնոցում են ցուցադրվում։ Միջոցառման ավարտին երեխաների համար կազմակերպվել էր յուրահատուկ ու ուսուցողական ճամփորդական փորձառություն։ Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու օդանավակայանի աշխատանքի առանձնահատկություններին եւ երկրից երկիր տեղափոխվելու հիմնական ընթացակարգերին։ Խաղային եւ ինտերակտիվ ձևաչափով փոքրիկները մասնակցեցին խորհրդանշական ճանապարհորդության, մեկնելով երևակայական երազանքի քաղաք։